Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 3-ի համար։ Այսօր լիալուսին է և ես անպայման ակտիվացնելու եմ այս մոմը, որպեսզի ևս մաքրելու աշխատանքներ տանեմ, մաքրելու չարը Հայաստանից, ոչ թե մարդկանց հետ եմ աշխատելու, այլ ուղղակի Հայաստանից չարը մաքրելու համար։ Ոչ այսօր իհարկե, այսօր ես տանը չեմ դեռևս և դեռ ակտիվացված չի այս մոմը, ամենայն դեպս կակտիվանա հունվարի 3-ին, 2-ին, 3-ին, 4-ին, նոր հետո երևի թե ամսի 7-ի կանխատեսման ժամանակ նոր կարող եք տեսնել այս մոմը, որը որ կվարվի, մինչև ինքը չակտիվանա, ես չեմ կարողանա։ Ամենայն դեպս, քանի որ տանը չեմ, ես փորձում եմ, ոչինչ չունեմ անելու այսօր, ամենտեղ փակ է, կփորձեմ տեսանյութեր անել բավականին շատ և հնարավոր է նաև դեռ չվարվի այս մոմը։ Ամենայն դեպս ակտիվացնելու եմ ես սա և օգտագործելու եմ հետագա կանխատեսումների ժամանակ։ Միգուցե մինչև փետրվարի 17-ը, միգուցե նաև այնքան ինչքան, որ ինքը պետք է այրվի։ Կտեսնեք, դուք կանխատեսումների ժամանակ այն կերևա։ Եվ ուզում եմ նշել, որ լուսնային լիալուսնի վերաբերյալ կլինեն երկու տեսանյութ, մեկը կլինի աստղաբանության ալիքում, մյուսը կլինի լուսնային ալիքում, իրենք նույնը չեն, նույն նշանակությունները մոտավորապես դե լիալուսինը նույնն է, բայց տեղեկատվությունը տարբեր են, այնպես որ կարող եք երկու ալիքներում էլ հետևել։ Եվ եթե հավանում եք կանխատեսումները, ապա կխնդրեմ լայքել տեսանյութերը, եթե ցանկանում եք նաև կիսվեք, բաժանորդագրվեք ալիքին, ես բավականին ուրախ կլինեմ, որովհետև որոշել եմ ժամերը ևս նշել և իմ աշխատանքը ավելի է այդպես երկարելու։ Լույսը այստեղ տեսնում եք մոմի լույսն է, ինքը ես խոսում եմ երևի թե քամու հետ ինքն էլ է շարժվում, լավ կլինի, որ ընդհանրապես մոմը շարժվի, ինքը հանգիստ վարվի, այդ ժամանակ արդեն ինքը շատ լավ է, բայց եթե այրվում է, ուրեմն մաքրելու գործ ունի, եթե այդպես թփրտում է։ Ձայնս կարող է ևս էլի արձագանքի, պատվիրել եմ միկրոֆոն, որպեսզի արդեն ուրիշ ձև լինի ձայնս, որովհետև ինչպես տեսնում եք տարբեր տեղեր եմ գնում և ամենտեղ լիքը չի և բնական է ձայնս պետք է այդպես արձագանքի, մի փոքր միկրոֆոնից ձայնս այն կողմ եմ տանում, ինքը հեռախոսից արդեն սկսում է արձագանքել։ Դրա համար հատուկ միկրոֆոն եմ պատվիրել, որպեսզի ես կարողանամ ավելի նորմալ խոսել ձեզ հետ, ավելի ճիշտ խոսել, հուսով եմ ճիշտ և լավ միկրոֆոն կլինի։ Տեսել եմ քանի հոգու, որ օգտագործում է և նորմալ է եղել ձայնը, այնպես որ այդ միկրոֆոնից կգնամ, որպեսզի իրար հետ ավելի լավ խոսենք, դուք ավելի ճիշտ հասկանաք ինձ։ Որովհետև ես ինքս էլ եմ ինձ լսում, բնական է կանխատեսումները լսում եմ, թե ինչ է սպասվում և ինձ անպայման հետաքրքիր է։ Որոշ քարտեր եմ պատվիրել, որոնք որ կգան, այն քարտերը, որոնք կան, դեռևս անգիր չեմ արել, որ ինչ է նշանակում, եթե կցանկանաք կարող եմ անել, բայց պետք է մի փոքր ավելի դանդաղ լինի, որովհետև դեռ նշանակությունները անգիր չեմ արել, պետք է նայեմ, որ ինչ է նշանակում, նոր հետո անեմ, այն մյուս քարտերը ավելի գույնը ուրիշ է, գույնը կապույտ է, ես տեղադրել էի Facebook-ում, ովքեր որ հետևում են Facebook-ին, ապա տեսել են, իդեպ Facebook-ը չի գործում, ես Facebook-ում բացարձակապես գոյություն չունեմ արդեն, գոյություն ունի Telegram, որտեղ որ կիսվում եմ նորություններով, որոնք որ տեղադրվում են այստեղ, որովհետև ոչ բոլոր եք մշտապես YouTube-ում և ոչ բոլոր կարող եք տեսնել այդ տեսանյութերը, որոնք որ ընկնում են, իսկ այնտեղ եթե չանջատեք, որ ձեզ է գալիս, հղումը, ապա կարող եք իմանալ, որ այս ալիքում կամ այն ալիքում ոչե տեսանյութեր տեղադրվեց և ցանկության դեպքում կարող եք մտնել նայել։ Այսքանը և հղումը Telegram-ի կա նաև մեկնաբանության բաժնում ժամերից հետո, նաև կա իմ մյուս ալիքները ևս ժամերից հետո, որովհետև ազատ ժամանակս երբեմն կտրամադրեմ նաև մյուս ալիքներին և քանի ազատ եմ այսօր, ես անգամ գրել էի, մեկ այլ տեսանյութեր կլինեն կյանք և ճշմարտություն ալիքում,
Այսօր վաղը կլինեն որոշ տեսանյութեր, եթե հետաքրքրի կշարունակեմ, չնայած այստեղ հետաքրքրելու բան էլ չկա, յուրաքանչյուր մարդու համար է դա, նաև այնտեղ տեղեկություններ կան ձեր մասին, յուրաքանչյուր մարդու մասին, այդպես կարելի ասել, ծնված 365 օրվա ընթացքում։ Այսքանը տեղեկատվության համար և հիմա արդեն կնայենք կանխատեսումը։ Ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, բայց մի մոռացեք լայքել, երբ որ ժամերը նայում եք, դուրս եք գալիս, մի մոռացեք լայքել, դուք լայքում եք իմ աշխատանքի համար, ես ուզում եմ, որ ալիքները մի փոքր առաջ գնան, շատ ենք տեղում դոփում, իսկ դա լայքերի բացակայությունից է։ Միմիայն դա է, որ մենք տեղում ենք դոփում։ Դուք ինքներդ չեք ուզում, որ ընդլայնվենք, բոլորս ավելի շատանանք։ Այսքանը, և հիմա գնայինք կանխատեսումը։ Գնայինք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 3-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հաջողություն ունեք, ձեր առջև դռներ են բացվելու, ձեր գործերը անելու համար, ձեր գործերը ավարտելու համար, հաջողություն է սա յուրաքանչյուր ոլորտում, քարտերը չեմ բռնում սեռի հետ։ Նաև այդ օրը տան հետ կապված հույցը իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, հնարավոր է տեղափոխությունը, ինչ էլ որ լինի, ոնց որ այդ ամենը հաջողությամբ կանցնի ձեզ համար։ Նաև հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, ընտանեկան հարցերում, ընտանեկան հարաբերություններում, գուցե վիճել եք իրար հետ և հիմա հաշտվում եք։ Սպասում եք, հնարավոր է հյուրի եք սպասում, որպեսզի գան։ Նաև կարող է ձեր ամուսնուն կամ կնոջն եք սպասում, ձեր երկրորդ կեսին, որ նա գա։ Եվ ոմանց այդ օր ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն կանեն, հրավերք որևիցե հարսանիքի կամ արարողության, կարող տատանվել, ինչ հագնել, ինչ տանել նվեր, ինչպես անել, ինչ եւ այլն։ Եվ օրվա վերջ այստեղ պետք է ուշադիր լինեք, որովհետև ձեր ձեռքում է եւ գորգրացողն եք դուք, այստեղ կարող եք երեկոյան գորգրալ ինչ որ մարդկանց վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Տեղս բացարձակապես հարմար չի։ Այսքանը։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 3-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը կմտածեք որևիցե տղայի մասին, գուցե կարոտել եք, գուցե ձեր տղան է, իր մասին եք մտածում, նաև օրվա ընթացքում կամ ոչ մասնագետ է գալիս ձեր տուն, կամ կարող վարսահարդար է, կարող ինչ-որ մի բանի հետ է կապված, ինքն է գալիս, ինչ-որ մասնագետ է, ջուրն է և այլն, նաև երկար սպասված որևիցե նամակ կստանաք, միգուցե տան հետ է կապված, միգուցե ինչ-որ տան հետ կապված նորություն է, վարձ է և այլն, ինչ-որ պահեր են կարող փաստաթուղթ եք ստանում, կարող վճարել եք վարձը դեռևս չեն տվել ձեզ, այն ինչ են ասում, ստացականը, ոչ է տեղեկատվություն կարող եք ստանալ ձեր ընտանիքի անդամներից, որ երկար եք սպասում կամ ընտանիքի մասին կամ տան մասին և կարող եք գնալ ոչ այնտեղ երկար մնալ կամ ձեր տուն կարող են գալ ինչ-որ մարդիկ և այնտեղ երկար մնալ, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի և հաջողություն կունենաք ձեր գործերում և աշխատանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 3-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոմանց ընտանիքում շատ կարևոր օր է, նաև դա կարող է լինել ամուսնության առաջարկ, կամ դուք կանեք, կամ ձեզ կանեն, նաև սիրո խոստովանություն դա կարող է լինել, հարսանիքի հրավեր, նաև ընտանիքում ձեր երկրորդ կեսի հետ կապված ինչ-որ մի բան, ինչ-որ մի հարցեր, ինչ-որ մի պատասխաններ, ժամը ձեզ համար շատ կարևոր է այդ օրը կամ կորոշեք կամ տատանվում եք այնտեղ, մտածում եք արժի փոխել աշխատանքային ժամերը, այս ժամին չգնաք կամ դուրս գաք ավելի շուտ աշխատանքից, ինչ-որ պահեր են այստեղ, որ կամ որոշում եք ժամը փոխեք կամ նաև սա կարող է լինել աշխատանքի հետ կապված հարցազրույց, որ տատանվում եք կհասցնեք արդյոք կամ տատանվում եք ինչ խոսեք կհավանեն ձեզ արդյոք, սա նաև պայմանավորվածություն է պետական աշխատողի հետ, այստեղ բայց խոչընդոտներ ունեք պետական հիմնարկությունում, հնարավոր է նաև ուշանում եք, դե համար եք տատանվում, արդյոք կընդունեն թե ոչ, այստեղ ուշացումներ նաև կան, համար պետք է ճիշտ ժամանակին դուրս գաք, որ չուշանաք, և ոչ է փոփոխություն կմտնի ձեր կյանքում, դա տեղի կունենա մի փոքր ուշ այդ փոփոխությունը, մինչև 3 ամսվա ընթացքում այդպես, 2-ից 3 ամսվա ընթացքում, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 3-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը որից է նամակ կստանաք, տեղեկատվություն կստանաք, նոր է փաթեթ է, հնարավոր է փաստաթուղթ է, կաղա բժշկության հետ է կապված, բժշկականության հիմնարկից, նաև դա կարող է լինել կոսմետոլոգով, ով ձեզ նամակագրական կամ դուք գրեք իրեն, կամ ինքը ձեզ գուցե մոտեք, կամ գալիս է տուն, այդպես։ Ժամ կարող եք պայմանավորվել այդ օրը իր հետ կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Երկերեսանի մարդիկ կան, ում պատճառով ինչ-որ բաներ կանգնած են ձեզ մոտ, որի համար էլ դուք կարող եք նեղվել, տխրել։ Իրենց պատճառով է ինչ-որ մի բան կանգնած է, դանդաղում է։ Նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը, ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, ինչ-որ մի բան տեղի կունենա, որ ձեզ շատ լավ կզգաք, սիրված կզգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, կարող է նաև այցելում եք որևիցե ձեր հարազատների մոտ եք գնում, այցելում եք այնտեղ եւ ձեզ շատ լավ եք զգում եւ այստեղ առավոտյան նայեք ժամի հետ կապված, բացի ժամը պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի կարող եք վիճել ձեր երկրորդ կեսի հետ, ձեր ընտանիքի անդամների հետ մեկը մյուսին նեղացնեք, դրա համար կարող է կամ դուք վատ զգաք, կամ ինքը։ Այդ օրը նաև գումար եք ծախսելու, կամ գումար կստանաք, կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, գուցե դա է ձեր արտասուքի հուզվելու պատճառը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում հարուսներին հունվարի 3-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը կարող եք գորգռալ, նա օրը ինչ-որ տղայի հետ է կապված, տղայի վրա եք գորգռում, կարող ձեր տղան է, ձեր ամուսինն է, ձեր երկրորդ կեսն է, ձեր ինչ-որ ծանոթություն է նաև, կարող փորձում եք ձեզ հետ ծանոթանալ և դեմ եք, վիճում եք, գորգռում եք։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, ոմանք հանդիպում են ամուսնության նպատակով, ինչ-որ գործեր որպեսզի անեն, ոմանք նաև երկրորդ կեսի հետ է կապված, այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրախոստովանություն կամ դուք կանեք, հրավերգված է հարսանիքի, առիթի, նշանադրության, ընտանիքում կարող է շատ կարևոր օր է, և կարող եք մասնագետին հանդիպել հենց հարսանիքի վերաբերյալ, կարող ձեր հարսանիքն է, սա նաև գործարք է, որ կարող եք կնքել այդ օրը, ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում օրվա ընթացքում, չի երևում ինչը, բայց հետո շատ արագ ձեր տրամադրությունը կբարձրանա, էներգիայով կլցվեք էլի նորից, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 3-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը կամ գումար կստանաք, կամ նաև գումար կծախսեք։ Երգեզանի անձնավորությունից ինչ-որ կարող եք օձերից նաև ավելի շատ երկար սպասված նամակ ստանալ, կամ իրանք են ձգձգում այդ նամակը։ Կամ այստեղ կարող է ստանում եք վերջապես այդ նամակը, այդ լուրը, այդ տեղեկատվությունը և անմիջապես նախանձ մարդիկ են գալիս ձեր կյանք, սկսում են նախանձել։ Օրվա վերջ եւս լուսավորված մի բան տեղի կունենա, որը եւս ձեզ շատ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի, այդ ժամանակ էլ եկեսանի մարդիկ են ձեր շրջապատում լինելու։ Այդ օրը եւ օձեր կան, նախանձ մարդիկ եւ եկեսանի մարդիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 3-ին։
Հարգելի կշարքներ, այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրախոստովանություն կամ դուք կանեք։ Հնարավոր է նաև գործարք եք կնքում այդ օրը, կամ ընտանիքում ոչ է կարևոր օր է։ Նաև կարող են հրավիրել հարսանիքի, նշանադրության։ Եվ այդ օրը աշխատանքի հետ կապված էստեղ ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում է, ինչ-որ մի բան ձեզ դուր չի գալիս։ Կամ աշխատանքի վայրում, եթե իհարկե դեռ աշխատում եք, միգուցե չեք աշխատում ոչ ոքի մոտ տանն եք և դեռ պատվեր չունեք, դա է ձեզ տխրեցնում։ Բիզնեսի հետ է կապված։ Նաև այդ օրը սեղանի շուրջ կնստեք, բայց հետո հաջողություն է լինելու, այնպես որ շատ մի մտածեք, հաջողություն ունեք, նոր դռներ կբացվեն, 3 հաջողություն ունեք օրվա ընթացքում։ Լուսավորվության մի բան տեղի կունենա, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, մյուսը ևս հաջողություն է, որ ձեր առջև դռները բացելու, նաև հաջողություն ունեք ևս երեկոյան ձեր գործերում, ձեր աշխատանքում։ Բայց երկերեսանի մարդիկ կան, միգուցե պետք չի այդ օրը ասել, որ այդքան հաջողություններ ունեցաք կամ պետք է աշխատեք, գործ չունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 3-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոչ է նորություն ունեք, կարևոր նորություն է դա ձեզ համար։ Նաև այդ օրը ժամ եք պայմանավորվելու, շատիր եղեք ժամին, որպեսզի չուշանաք ինչ-որ մի տեղից, ուզում եք ժամ պայմանավորվել ձեր գործերը առաջ տանելու համար, երկերեսանի մարդիկ կան, միգուցե այդ ժամը չեն ուզում տրամադրել։ Նաև դա ժամ եք հատկացնում ձեզ ձեր գործերը առաջ մղելու համար, ձեր գործերը անելու համար, բայց ևս երկերեսանի մարդիկ կան, ովքեր ոնց որ ձեզ հետ են պահում դրանից, որպեսզի չհասցնեք այն անել, համար քիչ ասեք իրենց, որ ինչ-որ բաներ եք ուզում անել։ Նաև այդ օրը ինչ-որ մի բանից տխրում եք, բայց հետո ամեն ինչ կկարգավորվի, ուղղակի օրը այնպես է, որ տխրում եք, հետո կարգավորվում է, տխրում եք, հետո կարգավորվում է։ Հիմա ինչ-որ օրվա ընթացքում ինչ-որ մի բան ձեզ կտխրեցնի, բայց հետո ամեն ինչ կկարգավորվի ձեզ մոտ, չեք նեղվի ինչ-որ մի հարցում։ Բայց հետո էլի ևս ինչ-որ մի բան չի ստացվում անել, փակ է,
կամ անսպասելի տեղի կունենա, կամ ոչ մասնագետից է կախված, որ այդ մասնագետը այդ պահին այդտեղ չի դրում, այդ չի լինում։ Եվ հետո եւս էլի ոչ է գաղտնիք է բացահայտվում, էլի խոչընդոտներ է հանդիսանում դա։ Եվ եթե այդ օրը ձեզ ինչ-որ մի բան կխոստանան, ոչ է մի բան կասեն, սա արա լավ կլինի, փորձեք չանել, որովհետև այդ օրը խաբեություն կա եւ կարող եք հետո խոչընդոտների բախվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 3-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հնարավոր է հյուրերի եք սպասում, տան անդամներին եք սպասում, որ գան, հնարավոր է նաև տան հետ կապված ինչ-որ բան է եւ սպասում եք, որ գան, գնականեք, գնաք տուն նայեք, տեղափոխվեք եւ այլն, ինչ-որ կապված է տան հետ։ Ձեր կարիերայում առաջ խաղացում ունեք, միգուցե պաշտոն է, միգուցե մեկ այլ գործ են ձեզ հանձնարարելու, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող եք գնալ նման կենտրոն, կամ ոչ բժշկական կենտրոն, կամ որևէ կոսմետոլոգի մոտ։ Սեղանի շուրջ եք նստելու այդ օրը եւ հեռախոսազանգ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 3-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, շաբաթ է օրը, կարծես թե, ես էլ շփոթվել այս քարտերով եմ անում, ոչինչ։ Նաև դա կարող է կապված է բանկի հետ, հիվանդանոցի հետ, նաև այնտեղ կարող եք հանդիպել ոչ է տղայի։ Օրվա ընթացքում ոչ է մի բան է ձեզ տխրեցնում եւ այդ տխուր լինելով հանդերձ եւս կարող եք սկսել վիճել ոչ է մարդու հետ, ինչ-որ մեկի հետ։ Նոր երեկոյան ձեր գործերը կզարգանան, առաջ կգնան, ոմանց մոտ հարաբերությունները, ոմանց մոտ բիզնեսը, աշխատանքը, ինչ-որ մի բան, որը կանգ էր առել, կամ դուք եք կանգնեցրել, ոնց որ կանեք, արդեն դա կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 3-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, օրվա ընթացքում ինչ-որ մարդկանց վրա եք գորգռում, ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, է սկսում եք գորգռալ իրանց վրա, ձեզ այնց է կախված, գորգռացողը դուք եք, կկարողանաք զսպել ձեզ, թե ոչ, և հեռախոսը զանգ ունեք երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 3-ին, թատրոն բերեմ ուսումս։ Հարգելի ձկներ, այդ օրը ճանապարհ եք գնալու եւ ժամ եք պայմանավորվել, որպեսզի ճիշտ ժամանակին այնտեղ լինեք, հա, պետք է շուտ դուրս գաք։ Նաեւ կարող է ձեզ այն ժամ ասել, որ այդ ժամին կգան եւ դուք սպասում եք այդ մարդկանց, որպեսզի գան։
Նաև այդ օրը կարող եք վիճել դիմացինի հետ, ինչ-որ մարդկանց հետ, եւ օրվա երկրորդ կեսը արդեն առաջ խաղացում ունեք, հատկապես եթե այդտեղ լավ չեք զգում ձեզ, հա, կարող եք արդեն ավելի լավ զգալ ձեզ, առողջության հետ կապված կարող է առավոտյան վիճում եք, հետո ձեզ վատ եք զգում, կամ եթե հիվանդ ունեք, ինչ-որ հիվանդանոցում կամ ոչ այդտեղ, եւ եթե խնդիրներ կար, ապա հիմա առաջ խաղացում, սա դեպի լավը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։